Ուզում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը նոր ուսումնական դասընթաց, որի ընթացքում դուք կկարողանաք ավելին իմանալ դևերից ազատագրվելու և Հիսուս Քրիստոսում դեպի ազատություն ձեր ճանապարհն անցնելու մասին։ Չէ՞ որ շատ քրիստոնյաներ չունեն այն ամենը, ինչի համար Հիսուսը մահացավ։ Կարևոր է հասկանալ, որ մենք հոգևոր էակներ ենք, ովքեր ապրում են ֆիզիկական աշխարհում։ Մեր Աստված, ով մեզ ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ, ինչպես ասված է Աստվածաշնչում, հոգի է, և նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով ու ճշմարտությամբ։ Ֆիզիկական աշխարհը, որը մեզ շրջապատում է և որը տեսնում ենք մեր ֆիզիկական աչքերով, միայն արտացոլում է որոշ ախտանիշներ այն բանի, թե ինչ է կատարվում հոգևոր աշխարհում։ Օրինակ, մեր մտքերը, մեր սրտի վիճակը, մեր դրդապատճառները և այն, ինչ կատարվում է մեր հոգում, հնարավոր չէ տեսնել ֆիզիկական աչքերով։ Բայց այս ամենը լիովին իրական է։ Այնպես որ և հոգևոր աշխարհը լիովին իրական է։ Քանի որ ձեր մտքերը նույնպես լիովին իրական են, դրանք ոչ ոք չի տեսնում և չի կարող կարդալ։ Եվ աշխարհում չկա այդպիսի սարք կամ սարքավորում, որը կարողանա կարդալ ձեր մտքերը, բայց դրանք այնուամենայնիվ իրական են։ Եվ ուստի այն ամենը, ինչ մենք չենք տեսնում, լիովին իրական է թեկուզ թաքնված հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում, որից ծագել է ֆիզիկական աշխարհը, որպես կանոն թաքնված են մեր բոլոր խնդիրների արմատները։ Օրինակ, թույլ տվեք թվարկել որոշ պահեր, որոնք հաճախ դառնում են մեր խնդիրների աղբյուրը ֆիզիկական աշխարհում, բայց արմատներով գնում են հոգևոր աշխարհ։ Նրանցից մեկը կրկնվող մեղքերն են։ Ես ձեզ կկարդամ մի հատված Հովհաննեսի ավետարանից 8:34 նոր Արարատ թարգմանությամբ։ Հիսուսը նրանց պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Եբրայեցիս թղթի 12-րդ գլխում նույնպես ասվում է, որ կա այնպիսի հասկացություն, ինչպես մեզ գայթակղեցնող մեղքը, այսինքն այնպիսին, որը մեզ թակարդի մեջ է գցում։ Մարդկության պատմության մեջ առաջին մեղքը կամ այսպես կոչված սկզբնական մեղքը կատարվել է ոչ թե գայթակղություններից, մարմնի ցանկությունից կամ այն ամենից, ինչ կա աշխարհում, այլ այն պատճառով, որ օձը մտավ Եդեմի պարտեզ։ Նախքան Սատանան կկարողանար գայթակղել Ադամին և Եվային, Եդեմի պարտեզ մտավ օձը, որը խաբեց Եվային, իսկ հետո Եվան համոզեց Ադամին մեղք գործել, և այդպես նրանք երկուսն էլ մեղքի մեջ ընկան։ Շատ հաճախ Աստվածաշնչում ասվում է, որ օրինակ Սատանան դրդեց Դավթին հաշվել Իսրայելի ժողովրդին։ Առաջին մնացորդած 21:1-ում։ Սատանան փորձում էր Պետրոսին մաղել ինչպես ցորենը, երբ նա ուրացավ Հիսուսին Ղուկասի ավետարանի 12:31-ում։ Բացի այդ, Գործք առաքելոց գրքում ասված է. Սատանան մտավ Անանիայի սիրտը, և նաև Սատանան դրեց Հուդայի սրտում Հիսուսին մատնելու ցանկությունը, և հետո մտավ Հուդայի մեջ։ Սատանան գործում է բացառապես մեղքի միջոցով։ Ճիշտ այնպես, ինչպես Աստված ամեն ինչ անում է հավատքով։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մեղքը այն հիմքն է, որի վրա Սատանան կառուցում է իր ծրագրերը։ Եվ մեզանից ոչ ոք չի կարող մեղք գործել առանց Սատանայի մասնակցության։ Ես գիտեմ, որ դուք դրան հավանաբար գարարգեք և գսեք. ոչ մենք մեղք ենք գործում մեր ընկած մեղավոր բնության պատճառով և նրա պատճառով, որ ապրում ենք մեղավոր աշխարհում։ Բայց Ադամին անհայտ էին մեղավոր աշխարհի գայթակղությունները։ Ադամը նաև չուներ ընկած մեղավոր բնություն, որը կձգտեր չարություն գործել, և նա միևնույն է մեղք գործեց Սատանայի ներշնչմամբ։ Շատ հաճախ մշտապես կրկնվող մեղքերի հետևում թաքնված է հոգևոր շղթա, որը մարդուն պահում է խավարի թագավորության կարճ շղթաներով։ Եվ եթե այս շղթան չբادرվի, մարդը այդպես էլ կշարունակի անընդհատ կզղջա, բայց երբեք ազատ չի լինի։ Նա կխոստովանի, բայց այդպես էլ երբեք չի ազատվի մեղքից։ Այնպես որ, շատ հաճախ կրկնվող մեղքերի արմատը թաքնված է հոգևոր աշխարհում։ Երկրորդ ախտանիշը, որը ես կցանկանայի նշել, և որի արմատները թաքնված են հոգևոր աշխարհում, դա ֆիզիկական հիվանդություններն են։ Օրինակ, Ղուկասի ավետարանի 13:11-ում ասված է. Եվ ահա մի կին կար, որ 18 տարուց ի վեր տառապում էր չար ոգուց։ Կծկված էր և բոլորովին չէր կարողանում ուղիղ կանգնել։ Խնդրում եմ նկատի ունեցեք, այս կինը Աբրահամի դուստր էր։ Եվ հավատարմորեն հաճախում էր ժողովարան, բայց նա ուներ տկարության ոգի։ Նա ուներ ոչ միայն հիվանդություն, այլ ուներ տկարության ոգի։ Սա վկայում է այն մասին, որ նրա հիվանդության հետևում կանգնած էր որոշակի ոգի։ Եվ Հիսուսը չբուժեց այս կնոջը, այլ ազատեց նրան տկարության ոգուց։ Չէ՞ որ նրա հիվանդության պատճառը այն էր, որ նա կապված էր հոգևոր աշխարհում։
Հետաքրքիր է, քանի մարդու կյանքում են նույնպես տեղի ունենում որոշակի իրադարձություններ, այն պատճառով, որ նրանք կապված են հոգևոր աշխարհում։ Երբ Հիսուսը նայեց այս կնոջը, նա չտեսավ մի կնոջ, որը կուչ էր եկել և չէր կարողանում ուղղվել, այլ տեսավ անազատ կնոջ։ Նույնիսկ երբ նա այդ մասին խոսում էր փարիսեցիների հետ, ասաց, որ Սատանան կապել է այդ կնոջը և պահել է նրան շղթայով 18 տարի շարունակ, և սա վկայում է ոչ թե այն մասին, որ բոլոր հիվանդությունները ուղղակիորեն կապված են Սատանայի հետ, այլ այն մասին, որ կան այնպիսի հիվանդություններ, երբ պետք է ոչ թե բուժվել, այլ ստանալ ազատագրում։ Աստվածաշնչում ասված է, որ Հիսուսը եկավ, որպեսզի քանդի Սատանայի գործերը, և հետո գնում էր բժշկելով Սատանայից ճնշվողներին, բայց այս դեպքում ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, որ որոշ հիվանդություններ, հատկապես նրանք, որոնցով հիվանդանում են ձեր ընտանիքի բոլոր անդամները, իրենց արմատներով գնում են հոգևոր աշխարհ։ Այնպես որ առաջին հանգամանքը, որը կարող է իր արմատներով գնալ հոգևոր աշխարհ, դա կրկնվող մեղքերն են։ Երկրորդ հանգամանքը կամ երկրորդ խնդիրը, որը կարող է ունենալ հոգևոր արմատներ, դա ֆիզիկական հիվանդություններն են։ Երրորդ հանգամանքը դա ֆինանսների հետ կապված խնդիրներն են։ Երկրորդ Թագավորաց 21:1-ում ասված է. Դավթի օրոք 3 տարի իրար ետևից սով եղավ։ Դավիթը դիմեց Տիրոջը և Տերն ասաց. այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց Գաբավոնացիներին։ Այսպիսով, երկրում տարուց տարի սով կար։ Առաջին տարում, երբ սովը սկսվեց, կարելի էր ամեն ինչ բարդել վատ կլիմայի վրա, երկրորդ տարում ուրիշ բանի վրա, բայց երրորդ տարում Դավիթը այլևս չէր կարող մեղադրել վատ կլիման կամ վատ եղանակը։ Աստվածաշնչում ասվում է, որ նա հարցրեց Տիրոջը, որովհետև հասկացավ, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Անցել էր արդեն 3 տարի, և գիտեք, թե ինչ արեց Տերը։ Նա Դավթին հայտնեց, որ այդ ֆիզիկական խնդիրը հոգևոր արմատներ ուներ, և որ դրանում մեղավորը նույնիսկ Դավիթը չէր, այլ նրա նախորդը։ Եվ եթե դուք ասեք, թե լավ, բայց նախորդ սերունդների մեղքերը և արարքները ոչ մի կերպ չեն ազդում մեզ վրա, որովհետև մենք Քրիստոսում ենք և հիմա ամեն ինչ նոր է, բայց ինչ կասեք սրա մասին։ Սավուղը մեղք գործեց Գաբավոնացիների դեմ։ Եվ հետո Դավթի թագավորության օրոք այդ մեղքը երկրի համար դուրս եկավ 3 տարվա սովի տեսքով։ Թեև այդ 3 տարիների ընթացքում Դավիթը ամեն շաբաթ գնում էր երկրպագելու Աստծուն խորանում և փնտրում էր Աստծո երեսը, բայց Աստված նրան ոչինչ չէր ասում, մինչև որ նա անմիջապես աղոթքով չդիմեց Աստծուն և չհարցրեց. Տեր, ինչու իմ երկրում սկսվեց այդքան ուժեղ սովը։ Եվ Տերը նրան հայտնեց, որ այս խնդիրը հոգևոր արմատներ ուներ։ Հնարավոր է դուք տարեցտարի կանգնում եք ֆինանսական դժվարությունների առաջ կամ նույնիսկ տասնամյակներ շարունակ թեև ջանասիրաբար աշխատում եք և ձեր ընտանիքում սերնդեսերունդ մարդիկ կրթություն են ստանում, ջանասիրաբար աշխատում են, բայց այդպես էլ չեն կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Եվ դուք ապրում եք մի այնպիսի երկրում, որտեղ կան բազմաթիվ հնարավորություններ և այն բանի փոխարեն, որ պարզապես ասեք, թե դե այդպիսին է մեր կյանքը կամ այդպիսին է հիմա տնտեսական իրավիճակը, ինչու պարզապես չգալ Աստծո մոտ և չասել. Տեր, հնարավոր է ես կամ իմ նախնիները դուռ են բացել մեր կյանքում, որը դարձել է այս սովի պատճառը։ Որոշ խնդիրներ կարող են ունենալ արմատներ հոգևոր աշխարհում։ Դրանցից առաջինը կրկնվող մեղքն է, և շատ մարդիկ պարզապես փորձում են լուծել այդ մեղքի խնդիրը, թեև պետք է լուծեն դրա արմատի խնդիրը։ Երկրորդ խնդիրը դա ֆիզիկական հիվանդություններն են։ Մեզանից շատերը անմիջապես վազում են բժիշկի մոտ, և դրանում ոչ մի վատ բան չկա, բայց եթե խնդիրը հոգևոր է իր բնույթով, ոչ մի բժիշկ ձեզ չի օգնի։ Երրորդ խնդիրը դա ֆինանսական դժվարություններն են, երբ մենք բախվում ենք ֆինանսների մշտական պակասի հետ, թեև մասնակցում ենք ֆինանսական գրագիտության տարբեր սեմինարների, և դրանում նույնպես ոչ մի վատ բան չկա, բայց եթե այս խնդիրը հոգևոր է իր բնույթով, դուք այն չեք լուծի ֆիզիկական միջոցներով։ Չորրորդ խնդիրը, որը կարող է ունենալ հոգևոր արմատներ, դա դժբախտ պատահարների հակումն է։ Երբ ձեզ հետ մշտապես տեղի են ունենում դժբախտ պատահարներ, ընդ որում առանց ոչ մի պատճառի։ Ահա ձեզ մի օրինակ։ Նրա օրոք Բեթելացի Հիելը շինեց Երիքովը։ Իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները, Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։ Երրորդ Թագավորաց 16:34։ Խնդրում եմ ներողամիտ եղեք, եթե ես խեղաթյուրել եմ այս անուններից որևէ մեկի արտասանությունը, պարզապես այս անունները ոչ ռուսական են և նույնիսկ ոչ ամերիկյան։ Բայց եկեք ամփոփենք։ Մի մարդ որոշեց վերակառուցել։ Երիքովը գնեց որպես հողատարածք, որովհետև հավանաբար ուզում էր հարստանալ կամ փառավորվել քաղաքը վերակառուցելով, պարիսպները բարձրացնելով և դռները տեղադրելով։ Եվ հանկարծ մահացավ նրա անդրանիկը։ Շինարարության ավարտին մոտ մահացավ նրա կրտսեր որդին, և նա իր անդրանիկի ոսկորների վրա դրեց քաղաքի հիմքը, իսկ կրտսեր որդու գերեզմանի վրա տեղադրեց դռները։ Անդեղյակ մարդուն կարող էր թվալ, թե լավ, մահացել է երկու որդի, ինչ կա դրա մեջ։
Բայց Աստվածաշնչում հստակ ասված է, որ դա ամենևին պատահականություն չէր, որ նա կարծես թե ոտք դրեց մի հոգևոր ականի վրա, որը պայթեց հենց իր ոտքի տակ։ Այդ հողատարածքի հետ ինչ-որ բան այն չէր, իսկ ավելի կոնկրետ, Նավեի որդու, Հեսուի կողմից հռչակված խոսքը։ Եթե այս մարդը հիմնավորապես մոտենար այս հարցին եւ խնդրեր Տիրոջը, Աստված հնարավոր է ցույց տար նրան, որ չարժե ոչինչ կառուցել Երիքովի ավերակների վրա։ Ինչու՞։ Որովհետև այդ վայրի հետ կապված ինչ-որ բան կար, որը կապված էր հոգևոր աշխարհում, որ այն հիշեցնում է հոգևոր ականապատված դաշտ։ Թշնամին երբեմն տեղադրում է հոգևոր ականներ պայթուցիկ սարք, որը թաքնված է գետնի տակ կամ մակերեսին նախատեսված է թշնամական թիրախները ոչնչացնելու կամ շարքից հանելու համար, ներառյալ կենդանի ուժը, տրանսպորտային միջոցները եւ տանկերը, որոնք մոտենում են դրան պայթեցման միջոցով։ Թշնամին երբեմն ականներ է տեղադրում այնպես, որ եթե տանկը անցնի դրանց վրայով կամ զինվորը ոտք դնի դրանց վրա, դրանք անմիջապես կպայթեն եւ կոչնչացնեն ամեն ինչ շուրջ բոլորը, եւ նա նույնիսկ չի հասցնի մտածել, որ ոտք է դրել ականի վրա։ Շատ մարդիկ նմանատիպ բան են անում մեքենաների, տների, հողատարածքների եւ նման բաների հետ։ Սա չի նշանակում, որ մենք պետք է ապրենք մշտական վախի մեջ եւ ամեն ինչում տեսնենք դևեր ու անեծք, բայց այնուամենայնիվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է զգաստանալ եւ արթուն լինել, այսինքն զգոնություն ցուցաբերել։ Հիշեք, որ մեր թշնամին շրջում է ինչպես մռնչացող առյուծ, փնտրելով թե ում կուլ տա, եւ պետք է առաջնորդվել Սուրբ Հոգով, որովհետեւ Սուրբ Հոգին անպայման ձեզ ցույց կտա, թե ինչն է այն չէ, եւ կառաջնորդի արդարության շավիղով հեռու խնդիրներից։ Այսպիսով հնարավոր է դուք ունենում եք ֆիզիկական առողջության հետ կապված մշտական խնդիրներ, կամ մշտապես մեղքի մեջ եք ընկնում, կամ ձեզ մոտ մշտապես ֆինանսների հետ կապված խնդիրներ են առաջանում, կամ ձեր ընտանիքին մշտապես հետապնդում են դժբախտ պատահարները, այնպես որ ձեր ընտանիքի բոլոր անդամները վնասվածքներ են ստանում, ավտովթարների մեջ են ընկնում, կամ տան տանիքը փլվում է առանց պատճառի, եւ դուք հասկանում եք, որ դրանում բնական ոչինչ չկա։ Ամենայն հավանականությամբ այդ խնդիրները հոգևոր արմատներ ունեն։ Հինգերորդ խնդիրը, որը շատ ավելի հաճախ, քան մենք ենք մտածում, կարող է ունենալ հոգևոր արմատներ, դա հուսահատությունն ու դեպրեսիան է։ Աստվածաշնչում ասված է. «Եվ Տիրոջ հոգին հեռացավ Սավուղից, եւ մի չար ոգի Տիրոջ կողմից նեղում էր նրան»։ Առաջին Թագավորաց 16:14։ Եսայա 61:3-ում ասված է. «Գովաբանության պատմուճան, հուսահատ հոգու փոխարեն»։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն բանին, որ այն դրվագները, որոնք նման էին կլինիկական մանիայի, որը զգում էր Սավուղը, ֆիզիկական խնդիր չէին, այլ հոգևոր խնդիր։ Մեր ժամանակներում նրա մոտ ամենայն հավանականությամբ կանխորոշեին կլինիկական դեպրեսիա, բայց Աստվածաշնչում ասված է, որ այդ խնդրի արմատը հոգևոր էր։ Չար հոգին, այլ ոչ թե նրա ուղեղում քիմիական նյութերի անհավասարակշռությունն էր նրա իրավիճակի պատճառը։ Նույն բանի մասին է խոսվում նաև Եսայի մարգարեի գրքում, որ մարդուն կարող է համակել հուսահատության հոգին, որի պատճառով նա կգտնվի տագնապի ու ընկճվածության վիճակում։ Ես ոչինչ չունեմ հոգեթերապևտների, ֆիզիկական վարժությունների եւ հոգեբանների մոտ այցելությունների դեմ, բայց դրանցից ոչ մեկը չի լուծի հոգևոր խնդիրը։ Ինչպես այն դեպքում, եթե ձեր տանը սարդոստայն է հայտնվել եւ դուք վերցնում եք ավելը եւ մաքրում այդ սարդոստայնը, բայց հաջորդ շաբաթ ձեր տանը ավելի շատ սարդոստայն է հայտնվում։ Գաղտնիքը կայանում է ոչ թե սարդոստայնից ազատվելու, այլ սարդին սպանելու մեջ։ Նույնն է նաև այստեղ։ Աստված չի ուզում, որ մենք լուծենք խնդրի ախտանիշները, այլ ուզում է, որ մենք լուծենք դրա արմատը, բայց ամենից հաճախ արմատն անզեն աչքով անհնար է տեսնել, ինչպես եւ ծառի արմատները, թեև դրանք պահում են այն ծառը, որը մենք տեսնում ենք հողի մեջ։ Մեծ ու հզոր ծառը ճյուղերով ու տերևներով պահվում է հողի մեջ արմատային համակարգի շնորհիվ, որը մենք չենք տեսնում։ Արմատները ամենից հաճախ թաքնված են մեր հայացքից եւ այդ պատճառով դրանք ֆիզիկական աչքերով չես տեսնի։ Դրանք կարելի է տեսնել միայն հոգևոր աչքերով։ Խնդրեք Սուրբ Հոգուն բացել ձեր հոգևոր աչքերը, որպեսզի դուք կարողանաք տեսնել, թե ինչ արմատներ կամ ինչ բաց դռներ կան ձեր կյանքում։ Ապաշխարեք դրանց համար, դրանք հանեք ձեր կյանքից։ Հռչակեք հաղթանակ Հիսուսի անունով։ Դիտելով այս տեսանյութը, ձեզանից ոմանք հնարավոր է ասեն, թե լավ Վլադ, բայց մենք քրիստոնյաներ ենք։ Երբ մենք ապաշխարեցինք, Հիսուսը խաչի վրա դարավ մեր բոլոր խնդիրները։ Աստվածաշնչում ինչ է ասված այդ մասին, որ Սատանան պարտություն կրեց խաչի վրա։ Դա իսկապես այդպես է, բայց Աստվածաշնչում Սատանան համեմատվում է 5 տարբեր կենդանիների հետ։ Դրանցից առաջինը թռչունն է։ Թռչունի նման նա գողանում է մեզանից Աստծո խոսքը, որպեսզի մենք այն չհասկանանք։ Երկրորդը գայլն է։ Նա որպես գայլ գալիս է եւ հափշտակում է ոչխարներին։ Երրորդը առյուծն է, բայց ոչ թե Հուդայի ցեղից եղած առյուծը, այլ քաղցած մռնչացող առյուծը, որը փորձում է ընդօրինակել ճշմարիտ առյուծին եւ այդ պատճառով թշնամին մռնչում է եւ այդպես վախ ու սարսափ է սերմանում մեր կյանքում։ Չորրորդը վիշապն է, որը փորձում է մոլորեցնել ամբողջ աշխարհը։ Եվ հինգերորդը օձն է կամ իժը։ Եվ օձի նման Սատանան հարձակվում է մեզ վրա իր երախով եւ փորձում է թույն ներարկել մեր օրգանիզմ։
Նրա թույնը սուտն է, վախն ու կասկածը։ Ֆինիքս քաղաքի բժշկական կենտրոնում Արիզոնա նահանգ հետազոտություն են անցկացրել, եւ այդ հետազոտության արդյունքների ճշմարտացիությունը հաստատում է նաեւ դոկտոր Բոբ Լարսոնը, ով բնակվում է Արիզոնայում։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել շառաչող օձերի մասնակցությամբ եւ պարզել, որ շառաչող օձերը նույնիսկ մահից հետո կարող են հարձակվել, կծել եւ նույնիսկ սպանել իրենց որսին։ Երբ որոշ շառաչող օձերի գնդակահարում կամ գլուխը կտրում էին, նրանք նույնիսկ դրանից հետո պահպանում էին ռեակտիվ ռեակցիա ցուցաբերելու ունակությունը։ Եվ այդ հետազոտության արդյունքներով շառաչող օձի գլուխը դեռ կարող էր հարձակվել իր զոհի վրա նույնիսկ 1 ժամ անց այն բանից հետո, երբ այն անջատվել էր մարմնից։ Եվ այն դասը, որը մենք կարող ենք քաղել, դրանից կայանում է նրանում, որ Հիսուսը Գողգոթայում հարվածեց սատանայի գլխին։ Բայց այն, որ սատանան պարտվել է, դա դեռ չի նշանակում, որ նա մահացել է։ Գրքում ասվում է, որ մենք տեղ չտանք դևին, որ մենք դիմադրենք նրան եւ որ մենք կողք կրկենք օձերի եւ կարիճների։ Եվ սա վկայում է այն մասին, որ նույնիսկ պարտված թշնամի լինելով նա դեռ ակտիվորեն գործում է երկրի վրա եւ կարող է մուտք գործել հավատացյալ մարդկանց կյանքերը, եթե նրանք ցանկանան այդ մուտքը տրամադրել նրան։ Բայց մեզանից շատերի դեպքում սատանան մուտք է ստացել մեր կյանք, դեռ մինչև մենք ապաշխարեցինք եւ եկանք Տիրոջ մոտ։ Այսինքն մինչև մեր փրկության պահը։ Պարզապես այդ մուտքը նրանից ոչ ոք չի վերցրել, մինչև որ մենք չենք վեր կացել, չենք ուրացել, չենք խոստովանել, չենք ապաշխարել, չենք սկսել դիմադրել չար ուժերին եւ չենք հռչակել մեր հաղթանակը Հիսուսում։ Եվ հենց այդ մասին մենք խոսենք այս դասընթացի հաջորդ տեսանյութում։ Հիշեք, կյանքը ոչ թե խաղահրապարակ է, այլ մարտի դաշտ։ Շատ հավատացյալներ հռչակում են, թե ապրում են հաղթանակի մեջ, բայց չունեն ազատություն։ Հետո ինչ, որ դուք հռչակում եք հաղթանակ։ Հարցը նրանում է, թե դուք ունեք ազատություն եւ իշխում եք կյանքում։ Սատանայի պարտությունը հոգեվոր պատերազմի ավարտը չդարձավ։ Իրականում դրանից հետո հոգեվոր պատերազմը միայն սրվեց, քանի որ նախկինում մենք բոլորս մեղքի ստրուկներ էինք եւ սատանայի զոհեր։ Իսկ հիմա դարձանք ռազմիկներ։ Քանի որ անհնար է լինել ռազմիկ, եթե պատերազմ չկա։ Մենք կռվում ենք պարտված թշնամու հետ։ Եվ թեև նա պարտվել եւ զինաթափվել է, նա դեռ բավականին ակտիվորեն կռիվ է մղում մեր դեմ։ Այս տեսանյութի ավարտին ես ուզում եմ աղոթել ձեզ հետ միասին եւ խնդրել Սուրբ Հոգուն վերացնել ցանկացած մոլորություն մեր մտքից։ Հնարավոր է նախկինում դուք ապրել եք անտեղյակության մեջ եւ ոչինչ չեք իմացել սատանայի մտադրությունների եւ ծրագրերի մասին։ Եկեք միասին հավատանք, որ Սուրբ Հոգին վերջ կդնի այդ ամենին։ Հենց հիմա կբացի մեր աչքերը, ցույց կտա մեր ֆինանսական խնդիրների, առողջական խնդիրների արմատը, կամ թե ինչու են մեր կյանքում մշտապես ինչ-որ անախորժություններ տեղի ունենում։ Եկեք աղոթենք։ Սիրելի Սուրբ Հոգի, ես խնդրում եմ քեզ հենց հիմա, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, հանիր մոլորության, խաբեության եւ անտեղյակության թեփուկները յուրաքանչյուրի աչքերից, ով դիտում է այս տեսանյութը։ Խնդրում եմ, օգնիր մեզ ոչ միայն որոշել խնդրի արմատը, այլ նաև ոչնչացնել այն։ Այդ արմատը պոկել եւ կացնով կտրատել, որպիսի դրանից հետ կանգամ չմնա։ Ֆինանսական խնդիրների, մշտական ֆիզիկական քրոնիկ հիվանդությունների, կրկնվող մեղքի եւ մեր կյանքում մշտական դժբախտ պատահարների արմատը։ Հնարավոր է մեր մեջ կան այնպիսի մարդիկ, որոնք մշտապես բախվում են դեպրեսիայի եւ հուսահատության հոգու հետ։ Ես աղոթում եմ Հիսուսի անունով, որպիսի նրանց աչքերը բացվեն եւ որպիսի նրանք տեսնեն, որ մենք ունենք թշնամի, եւ դա հավանաբար նա է, թաքնված այդ խնդրի հետևում։ Օգնիր մեզ նրանից ազատվել եւ ամեն ինչ հաղթահարել Հիսուսի անունով։ Ամեն։